Զինվորական կոմիսարիատում բժշկական հանձնաժողովը անցկացնում է վերջին բուժզնումը։ Աշխատակիցները վերստուգում են զորակոչիկների անձնական գործերի համալրվածությունը։ Զորակոչվելուց առաջ տեղում անցնում են բուժհետազոտություն, ջերմաչափում է կատարվում, մարմնի զննություն է կատարվում ևս մեկ անգամ եւ վերջնական բուժհետազոտություն անցնելուց հետո տեղափոխում ենք Հանրապետական կենտրոնական հավաքակայան։ Մինչ զինկոմիսարիատում ընթանում է աշխատանքը, դրսում տղաներին են սպասում նրանց ճանապարհելու եկած ծնողները, հարազատներն ու ընկերները։ Մի տարուկես հետո թորնիկս կվերադառնա ու մենք ուրախ կդիմավորենք։ Հպարտ ենք, որ զինվոր ենք ճանապարհում մեր ազգի համար։ Ես էլ եմ զինվորի մայրիկ, բոլորին խաղաղ անփորձանք ծառայություն, բարով գնան, բարով գան մեր զինվորները։ Շատ ուրախ ենք, որ պիտի գնա ծառայի։ Երբ տղան ծնվում է, մենք ուրախանում ենք ու ասում ենք մեր բանակի համար զինվոր ծնվեց, նոր զինվոր ծնվեց։ Երրորդ տղայիս եմ ճանապարհում, ուրախ սրտով ճանապարհում եմ ծառայի մեր հողի համար։ Շարունակել է խոսքը, զորակոչիկների հարազատները նկատում են, ակնառու են այն դրական փոփոխությունները, որ տեղ են գտել բանակում։ Ավելի բարեկեցիկ կարգավիճակում է, ապահով։ Ամենակարևոր բանն է ծնողի համար, երբ զանգում է ամեն ինչ նորմալ է, սնունդը, ամեն ինչից շատ գոհ ենք։ Շնորհավորում եմ։ Զորակոչիկներին ընդունում է նաև զինվորական կոմիսար Արմեն Զաքարյանը։ Ձեզ բարի ծառայություն եմ մաղթում, պատվով այդ 1.5 տարվա ընթացքում կատարեք ձեր պարտքը հայրենիքի հանդեպ, կատարեք հրամանատարների առաջադրանքները, խնդիրներն ու հրամանները։ Վերաժեշտի պահն է, բոլոր կողմերից լսվում են մաղթանքներ, լինեն զգոն եւ ուշիմ, բարով գնան, պատվով վերադառնան։ Կենտրոնական հավաքակայանում հերթով ու կարգով իրականացվում են օրենքով սահմանված գործառույթները, անցկացվում է ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունը։ Եկել ենք բոլորս բարձր տրամադրվածությամբ, պատվով ծառայելու եւ մեր մեծ եղբայրներին փոխարինելու նպատակով։ Գալիս ենք համազգեստը հագնենք, դառնանք մեր երկրի պաշտպանների մի մասը։ Մանդատային հանձնաժողովը ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով անցկացնում է զորակոչիկների ընդհանուր զարգացվածության վերհանման գործընթացը։ Սպա հոգեբաններն էլ իրականացում են զորակոչիկների հոգեբանական վիճակի առաջնային դիտարկումը, հնարավոր խնդիրների վերհանումն ու ուսումնասիրությունը, կազմում են տղաների հոգեբանական բնութագրերը։ Հավաքագրված ինֆորմացիան ուղարկվում է զորամասեր, այնտեղի սպա հոգեբաներին հետագա աշխատանքները ճիշտ պլանավորելու եւ իրականացնելու նպատակով։ Զորակոչիկները առաջին անգամ օգտվում են նաև զինվորական ճաշարանից, ընտրում են նախընտրած աղցաններն ու ուտեստները, համտեսում մայրական սիրով պատրաստված ճաշատեսակները։ Օգտվում են երկու տեսակի աղցանից, երկու տեսակի ջրիկ ճաշերից, առաջի ճաշատեսակից եւ երկրորդ ճաշատեսակից, մսի տեսականի, մրգի տեսականի, թթվի, պանրի տեսականի, հյութի տեսականի, հաց, լավաշ, մատնաքաշ, ամեն ինչը թարմ, որակով։ Մոտեցավ վիճականության փուլը, բարձրաձայնելով վիճականությամբ ընտրված ծառայավայրերի տվյալները, տղաները ստանում են իրենց առաջին զինվորական համազգեստն ու ուղևորվում զորամասեր, փոխարինելու ծառայությունն ավարտած ավագ զինակիցներին։ Տրամադրությունը շատ լավ է, հիմա էլ ես պայն որ հագնում եմ ֆորմա, զգում եմ որ զինվոր եմ դառնում։ Լարսե Սիվանյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։